հումորով մի բաներ ասեմ, առաջ հարսուփեսայի համար նկար են նկարում, հարսուփեսեն ջար հետ ֆայտոնի վրա դրած ստանում են քաղաքով մեկ։ Հետո կարող մեքենայի վրա կալցոներ են, գիտենում չէ։ Գյումրիից են հասնում եք ինչ կալցո եք, բանի հարսու բանի կեսրոջ հաշիվն է 00, հələ հաշիվը չի բացվել։ Վեջերի։ Ես գիտեմ մարդկանց, որոնք որ պարապ են։ Ես կոմեկոման են գալիս որ անցկացնում են շատ պես հիվանդագին, այստեղ այնտեղ ամենը իր տեղը գտնի, իր մի խմբակի մեջ մի հատ իր նախասիրություններով ինչ-որ ունի, այդ բանով զբաղվի։ Բոլորս էլ ունենք սխալներ։ Ես կասեի որ սխալների ուղղում կանենք։ Ու ավելի մեր կյանքը կդառնար ավելի իմաստալից, ավելի ճիշտ։ Ինչ կփոխեիք, եթե 40 տարեկան լինեիք, եթե հիմա մենք 40 ենք, ինչպես անենք, ինչպես մեր կյանքը կազմակերպենք, որպեսզի 80-ում բովանդակալից լինի կյանքը։ Կմտածեի որ ձեր բերեի երկրորդ մասնագիտություն, երրորդ մասնագիտություն, որը շատ պետք է գար։ Մի կարիք ունեմ, շատ տեղեր կար կարիք ունեմ մասնագիտության ուրիշ կրթության։ Ասենք մենակ մասնագիտությունը վերացավ, չէ, ռետուշը վերացավ, կոմպյուտերները դուրս են եկել, մենք առաջ մադիտով բան ենք անում, չէ, աշխատում ենք։ Իսկ մի այդ բանը, իսկ եթե ունենայի մասնագիտություն, ժամանակին ուշադիր եղնեի, ինչ-որ ավելի շատ փող կաշխատեի թեկուզ այս տարիքին։ Մրցունակ մասնագետ կլինեիք, այսինքն շարունակել սովորելը, չէ, երկրորդ մասնագիտություն, երրորդ։ Կյանքը ցույց տվեց որ պետք է ունենալ մասնագիտություն, երկրորդ, երրորդ մասնագիտություն։ Պես պայստային, զապաս, պես ասած։ Ու ինչ որ միտեղ կգրգեն բանի մեզ նման էս ծերերի զբաղվածության կենտրոնի նման տեղեր, որը նրանց հրաժարություն կտա ավելի թեթև տանել ամեն ինչ, ավելի պես ավելի ջահելանում են, նոր ընկերներ է սերբերում, անկախ տարիքից մենք այսինքն մեր խմբակը 5 հոգի է, այս փայտի որ ասեցի, տարբեր տարիքի ենք, նույնիսկ իրար ազգանուններով ենք դիմում, որովհետև կա ասենք 65 տարեկան, կա 85 տարեկան, պես ազգանունով դիմելն ավելի ճիշտ է, իր հետ շատ ընկերական ենք, ավելի լավ միջավայր է, լավ ժամանակները շատ լավ է անցնում։ Պարոն Գազարյան, ինչ մասնագիտություն ունեք, ինչ կյանքի անցած ուղի ունեք, ինչպես է որ հիմա արդեն Գյումրու ցերեկային զբաղվածության կենտրոնում եք։ Թոշակառու եմ։ Թոշակից հետո հաջողում եմ Գյումրու այդ բանի զբաղվածության կենտրոն, բանի իսկ ավելի ճիշտ ասած ստեղծագործող ձեռքեր փայտի խմբակ։ Այնտեղ 5 հոգով ենք։ Բոլորս տարբեր մասնագիտության, տարբեր կրթության, տարբեր տարիքի մարդիկ ենք, բայց շատ միմյանց լավ ենք վերաբերում, լավ մթնոլորտ է։ Պատրաստում ենք խմբակների համար զանազան ռամկաներ, ռեկվիզիտներ այդպես, որ իրանց պետք է։ Պատրաստում ենք լամինատից ծաղկամանների համար պատի պես պաստավկաներ, ինչ-որ հայերեն ասած տակդիրներ։ Դուք մինչև Կարիտասի կենտրոն գալը, որևէ տեսակի գործունեություն, որպես հայտագործական, ատաղձագործական ունեցել եք։ Չէ, ես աշխատել եմ, ունեմ պրոֆեսիոնալ լուսանկարիչ եմ եղել, ռետուշոր։ Աշխատել եմ Լենագանի կենցաղսպասական կոմբինատի տարբեր լուսանկարչատներում։ Լուսանկարել եմ արդյունաբերական ձեռագրություններ, Լենագան հաջողած մեր ղեկավարներին, բանի Լենին հրապարակի վրա կար ստենդ, Լենագան այսօր, այս ստենդ եմ տեղավորել, պես ռեպորտաժային նկարներով, հիմա էլ իմ հոբբին է դա, քանի որ շատ է կազմակերպվում էքսկուրսիաներ, հանրապետության տարբեր տեսարժան վայրեր, հետո գնում ենք թանգարաններ, այգիներ, կինոթատրոն, թատրոն։ Այդ ընթացքում ես իմ մասնագիտությունը պետք է գալիս, ես նկարում եմ ու դրանով հաճույք եմ ստանում։ Ու ինչպես ասած, օգտակար է լինում իմ նկարներով։ Գյումրիում կա թանգարան, էթնոգրաֆիայի ու կենցաղի, Գյումրվա կենցաղի թանգարան։
Ես վերջերս մենք գնացինք շատ մեծ տպավորություն ստացանք բոլորս ես մատկապես ես բոլորն ստացան կուզեն ու այդ թանգարանը նայելուց հետո մեզ ավելի սպես ինչ ասած լավ զգացինք որ մենք գյումրեցիներ ենք որ մենք Գյումրիում սպես ունեցել ենք այդ տիպի շատ հաճելի է կենցաղ ֆոլկլոր էլի այդ բանը Գյումրվա պատվախնդրությունը կար այնտեղ դեռ կար սպես որը մի բացակայում է մարդկանց մոտ մի հատ բան կար հրավերատոմս կար հրավիրում են հարսանիքի գյումրեցիները գյումրեցին հարսանիքին հրավիրում տակը գրած էր խնդրում ենք առանց նվերի ձեր գալը արդեն մեզ համար նվեր է իսկ այսօր այդ բանը բացակայում է այսօր նվերն է ավելի կարևոր ոնց որոշում կայացրիք որ այդ խմբակին որտեղ ինչպես հասկանում եմ բոլորը տղամարդիկ են եւ ծավալում է կատաղձագործական գործունեություն հարևան ունենք ինքը հիվանդ էր Կարիտասից գալիս էին իրան տունը աշխատող կար բան եղավ թե դեռ այսպեսի տեղ կա զբաղվածության ասեմ ես գալիս տեղն է սա որը բարաբան եմ գալիս ու ես ինքս գնացի ընդունեցին ու մի շատ գոհ եմ արդեն 2 տարուց ավել է դեղը այդ ընթացքում ու շատ լավ բաներ եմ տեսել մեր սոցիալական աշխատողների կողմից թե բժշկական միջամտություն ես էլ հա պոդիում գնացինք այսօր եկել եք ստեղ ռադիոյի ձեր խմբագրություն առաջանքը հարցազրույց ունենում շատ ուրախ եմ Ստացվում է ձեր կյանքը փոխվեց այն բանից հետո երբ որ Կարիտաս եկաք երբ որ եկաք զբաղվածության կենտրոն ով որ չգիտի թող իմանա որ ով որ ասենք հատկապես միայնակ է կամ զբաղմունք չունի թող հաջողի մեր խմբակ մեր Կարիտասի զբաղվածության կենտրոն այնտեղ կազմակերպում են տարբեր տոնակատարություններ նոր տարվան շատ հետաքրքիր անցնում Biz ունենք ծմեր պաբլիկ էսի ծմեր պաբլիկ խաղում Ձեր տրամուշիկը հա Դուք եկեղեցին անուշիկը հատկապես մենք նոր ուրախ անցնում հումորի օրը բոլորս գյումրեցիներ ենք հումորի օրը լրիվ ուրիշ խանդավառություն կա ամեն մարդ ուզում է նոր անեկդոտով զարմացնել մյուսին լավ է անցնում այդ օրը թոշակի անցած մարդուն շատ կարևոր է վերաբերմունքը հոգացությունը Ես ամենաշատը կարևորում եմ զբաղվածությունը Պաստորեն մենք այստեղ հաջախում ենք զբաղվածության համար այստեղ թեթև է անցնում ամեն ինչ օրը անցնում է այսպես տունը մնալը ինչ-որ հիվանդագին է իսկ այստեղ շատ լավ է անցնում ամեն ինչ կամավորները կազմակերպում են խաղեր այսպես ասած ահել ծերերը խաղում են իրանց խաղերը, որ օգորսենք ֆիզիկականի հետ քիչ կապ ունեն։ Իսկ ջահել ծերերը խաղում են բադմինտոն, թենիս, վոլեյբոլ, շախմատ,